անում։ Մի հատ թեթև մեզ հասկացնա, որ առանց ինձ չեք կարա։ Եթե մենք չհասկանանք, ամենավերջում կանգնենք, ասենք, ախպեր, մենք պատրաստ ենք սոված մեռնենք, բայց ռուսի կողքը չլնենք, ուրեմն մենք ոչ թե մենակ սոված կմեռնենք, այլ երկու հատ բոմբ կգցի ռուսը, կասի դե արագ մեռեք, սովից էլ մի տանջվեք։ Սա կլինի։ Ռուսը մեզ հասկացնում է, այս կարգի տուպոյ ազգ, տուպոյ ժողովուրդ, որ հասկացնում եմ, արա, առանց ինձ չես կարող աբես, կգցեմ ամենավերջում սոված կսատկացնեմ կամ կգցեմ քաթուստակ կտնորեմ։ Էտա ռուսը մեզ հասկացնում, մենք չենք հասկանում։ Ղարաբաղի պատերազմը նոր եղավ, դաս չեղավ Սեզարը։ Ղարաբաղը մենք կորցրինք հակառուսական քայլերի արդյունքում։ Դուք ընտրություն չունեք, որ մի հատ էլ ուզում եք ընտրեք դեպի Եվրոպա։ Ուկրաինան էլ ուզում է թա Եվրոպա կարում, հա, չի կարում։ Ուկրաինայի օրն եք ուզում ընկնեք ամենավերջում։ Դուք ձեր ընտրությունը մենակ Ռուսաստանն է, կամ խելոք գնաք դեպի Ռուսաստան, կամ քաթուտակ ցիտելորի, այտենց սատկացնելով տանի դեպի Ռուսաստան։ Էդ եք ուզում դուք։ Ընտրեք։ Նեցելի բանամուտորին աս ճակատագիր իրանք են որոշում։ Այս պետես տարածքի նախկին խորհրդային միության տարածքի ճակատագիրը որոշող է Ռուսաստանն է։ Ով փորձեց դեմելնի կգցի քաթուտակ ոնց որ Ուկրաինային է գցե։ Սա այս պարզ հասարակ ճշմարտությունը դուք չհասկացաք, որ Ուկրաինային քաթուտակ է գցում, Եվրոպային ոչ մի բան, Ամերիկային էլ ոչ մի բան։ Մեզ էլ որ գցի քաթուտակն անց ոչ մի բան, լիժ բա ռուսին մի հատ թեթև վնաստան։ Հիմա դուք եք ուզում այդ զոհալնեք։ Դուք կամպտիլնեք Ռուսի ընկերը, եթե ճիշտ պեք դես, կամ ռուսի ստելուկը, էտա ձեր ընտրությունը, հայ ժողովուրդ ու ներկայիս իշխանություն։ Մեր ընտրությունը էտա, կամ պտինենք ռուսի ստելուկը, կամ ռուսի ընկերը ընտրեք, կամ էլ պիտի ոչնչանանք։ Այս սա է, հիմա սրանով, Մարիամ ջան, օրինակ իմ նման մարդու համար էս էլ պետք չի։ Բայց այն մի քիչ անխելքների համար, էսի պիտի սիգնալն է, արա սոված կսատկենք։ Հասկանում եք, բայց եթե դա չեն հասկանում, ավելի վատ ձեր համար։ Վերջում ասում եմ, ամենավերջում բամբեշկով։ Էլ չեմ ասում որ թուրքին քսի կտա։ Աքսի չի տա է։ Թուրքը մի վարկյան հենց ջոգեց, ռուսը չի խառնում, կհոշոտի մեզ ոնց որ հոշոտեց։ Թուրքի համար հայն սպանելը դա հաճույք է, դա նպատակ է, դա երազանք է։ Ինչքան հայ սպանի, դա իր համար նպատակ է, նպատակ իրական է։